Գրելու համար շնորհակալություն Վահեին Գրիգորյան եւ բոլոր փաստաբաններին, ովքեր վստահորդների հետ միասին հասան մի հետ ստանալով մի քանի որոշումներ եւ շնորհակալություն հանրության այն հատվածին, ովքեր միշտ դժողների իրավաճառներին հասկացրեցին, որ իրենք միայնակ չեն եւ այս թեման մոռացության չի մատնվել։ Ես շնորհակալ եմ, որ իրավական տեսանկյունից եւ գլխավոր դատախազը եւ բոլորը հատկապես իրավական համայնքի ներկայացուցիչներդ արդեն իսկ գնահատականներին անդրադարձակ եւ այստեղ իմ խոսքը կառուցելու եմ որպես եւ այդ շրջանի դրամատիկ իրադարձությունների ականատես եւ պատգամավոր, ով հենց այս դահլիճում իհարկե նախկին կահավորմամբ ականատեսը դարձավ են ողբերգության, երբ ըստ էության պետության կողմից ընդունված արտակարգ ռեժիմի արտակարգ հրամանագրով կանաչ լույս վառեց ոչ միայն իրականացնելու, լեգիտիմացնելու արդեն իսկ թափված արյունը, որովհետև մենք արդեն տեղեկություններ ունեինք Լեոյի փողոցում ուրեմն սպանությունների կապակցությամբ եւ հետին թվով ուղղակի արդեն օրինականացվում էր այդ ամեն ինչը եւ նաեւ ըստ էության չնայած ցավոք սրտի մեր բոլոր զգուշացումներին այդ պահի իշխանություններին եւ արդարադատության նախարար Գեորգ Դանիելյանին եւ նախագահի ներկայացուցիչին եւ մյուս բոլորին չընդունել այդ ռեժիմը, որովհետև այդ հրամանագրի ընդունումը ել ավելի բարդացրեց իրավիճակը, որովհետև դրանից հետո շարունակվեց ոճրագործություն եւ ըստ էության ցավոք սրտի ազգային ժողովը նաեւ դարձավ մեղսակից, այո, ճիշտ էր այսօրվա դիտարկումը, մեղսակից դարձավ այդ ամենում։ Ես ուզում եմ սկսել նրանից, որ այո, պետության սահմանադրության առաջին հոդվածները այդ թվում եւ անփոփոխ հոդվածները ոչ միայն պետության տեսակն են ֆիքսում, այլ նաեւ պետության պարտավորությունը պահպանելու ինքնիշխանություն, անկախություն, ժողովրդավարություն, իրավական, սոցիալական պետություն։ Եվ պիտի խոստովանել, որ Հայաստանի Հանրապետությունը ցավոք տապալել է իր այդ գործառույթը մարտի 1-ի առումով։ Ոչ միայն ժողովրդաիշխանության պահով, որի մասին հրաշալի խոսեց նաեւ պարոն Եգորյանը, գիտեք, ես իհարկե ընդունում եմ, որ քրեական գործը պիտի քննվի առկա փաստական հանգամանքների, ապացույցների եւ մնացածի հիման վրա եւ որակումները կարող են տրվել քրեական օրենսգրքում առկա հոդվածներով, բայց ես այստեղ ուղղակի ավելի լայն ծավալ եմ բերելու, որովհետեւ մարտի 1-ին իրականում գնդակահարվել է Երևանի փողոցում ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այլ ժողովրդավարությունը։ Մենք երկու հանցագործություն ունենք, նման սահմարկեցուցիչ հանցագործություն հոկտեմբերի 27 եւ մարտի 1։ Ճանապարհին դժողների իրավաճառություններից շատ հարգարժան մեր ընկերուհու հետ զրուցում էինք այդ երկու հանցագործությունների օրգանական կապի միջև։ Ըստ էության երկրորդը հնարավոր դարձավ առաջինի անպատժելիության արդյունքում, որովհետև այո, ժողովրդավարական ինքնիշխան պետության ապահովագրում տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի բացահայտման տեսքով, որովհետև երկու հոդվածների թիրախներում էր ժողովրդավարություններ եւ ժողովրդաիշխանություններ եւ ինքնիշխանություններ, որովհետև ժողովրդավարությունը ինքնիշխանության ամենակարևոր մակարդակն է, եւ ժողովուրդը ինքն է որոշում։ Երկու հանցագործություններն էլ կատարվել են Հայաստանին եւ Հայաստանի ժողովրդին թույլ չտալու կայացնելու որոշում։ Ոչ իր օրինական ընտրված իշխանությունների միջոցով 99 թվականին իդեմս միասնություն դաշինքի, ոչ 2008 թվականին, երբ ժողովուրդը պահանջում էր ուղղակի ապահովել իր իրավունքը ձևավորելու իր իշխանությունը։ Եվ հետեւաբար, եթե նույնիսկ քրեական օրենսգրքում այդ հոդվածը կամ այդ սանկցիան չկա, բա ինչով ենք դատելու այս ծանրագույն հետևանքները, երբ այս հանցագործության թիրախներում եղել է կոնկրետ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը, կոնկրետ ինքնիշխանությունը։ Այո, այդ հոդվածները կան իշխանության յուրացման, սահմանական կարգի տապալման հետ կապված, իդեպ մի շատ հետաքրքիր բան, երբ մարտի 1-ի երեկոյան մեզ հրավիրեցին եւ մենք թողեցինք Ֆրանսիայի դեսպանատան հարակից հրապարակը եւ եկանք այս դահլիճ նիստի, երբ կարդում էինք արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրը,
Իմ աչքից չվրիպեց եւ պատական չէր Տիկին դատախազ, որ այդ հարցը ձեզ ուղեցի եւ նաեւ պարոն Եգորյանին այդ ակնարկով եւ պարոն Քոչարյանը չափազանց մանրակրկիտ ու դետալային անդրադարձավ, պատական չէր, որ աչքից զառնեց բանակի հետ, պաշտպանության նախարարության հետ փոխառնչության տողը, որտեղ տեսանելի էր, որ այն գործառույթները, որոնք պիտի իրականացներ ներքին գործերի նախարարությունը հասարակական կարգի հետ կապված, վերապահվում է բացարձակայել մարմնի եւ դրանք միայն կարող է իրականացնել համադրությամբ ներքին գործերի նախարարությունը, այն գործառույթները, որոնք չէր կարող պաշտպանության նախարարությունը իրականացնել, որովհետեւ համադրության եւ նախկին խմբագրումը եւ ներկա խմբագրումը, ինչպես պարոն Քոչարյանը նշեց, արգելում էր բանակի ներգրավում քաղաքական գործընթացներում, բայց գրքին այդ աղերսները կար, տեսանելի էր, որ եւ վերջո նաեւ այս քննված գործից եւ դրա ծավալներից, դրա հարյուրավոր հատորներից ակնհայտ է, չէ, որ հանցագործության պլանավորումը կամ իրականացումը չի կատարել միայն մարտի 1-ին կայացված մեկ որոշմամբ, դա ունեցել է իր վաղօրոք նախապատրաստության փուլը, ցավոք սրտի իր բոլոր արտացոլանքներով եւ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի այս ստորաբաժանումներում հոգեբանորեն կայուն այդ մարդկանց հավաքագրելու եւ Հայաստանի ժողովրդավարություն պահանջող ցուցարարների, խաղաղ ցուցարարների դեմ օգտագործելու առումով։ Ակնհայտ է, չէ, որ մարտի 1-ի հանցագործությունը ծավալի առումով ոչ միայն չի ավարտվում 10 անձանց 10 քաղաքացիների սպանությունով, ոչ միայն չի ավարտվում զուտ ուղղակի իրավական մասով, այլ նաև քաղաքական մասով, որի հետ այո համանագից դժվար է տանել, որովհետև այդ հանցագործության թիրախները եղել են քաղաքական թիրախներ, այնուամենայնիվ։ Երկինք իշխանությունը, ժողովրդավարությունը եւ պատահական չի, որ ես օգտագործում եմ ժողովրդավարության եւ ինքնիշխանության գնդակահարում Երևանի կենտրոնում, այն պարզ պատճառով, որ ժողովուրդը չպահանջի ժողովրդավարություն եւ ժողովուրդը չպահանջի ժողովրդաիշխանություն։ Դուք նկատել եք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այդ տարիներին ընդունված բանաձևերը կոչվում էին ժողովրդավարական ինստիտուտների գործառնությունը Հայաստանի Հանրապետությունում։ Դա ակնարկ էր, որ ոչ միայն հետ ճգնաժամային փուլում ժողովրդավարությունը կաղում է, այլ որ այդ հանցագործությունը ինքը հենց ժողովրդավարության դեմ էր։ Ինքը ժողովրդավարության խոցելիությունն է մեծացրել։ Եվ այո, պարոն Քոչարյանի կոչը օգտագործելու այս եւս մեկ հնարավորությունը, երբ միեդի որոշման մեջ այլևս անվիճարկելիորեն ապացուցված են համարվում այդ ամենի ուղղահայացով հիերարխիկ կազմակերպվածությունը, այդ ամենի ծրագրավորված լինելը եւ մնացած ամեն ինչ, սա ուղղակի հրամայական է դարձնում, որ այս հանցագործության վերավորակումը օր առաջ պետք է տեղի ունենա, որովհետև այդ հանցագործությունը ունեցել է նաև ծանրագույն ազդեցություններ այլ ուղղությունների վրա։ Գիտեք, մի հետաքրքիր դրվագ պիտի պատմեմ։ 2008 թվականի մարտի 1-ից հետո բավականին առանցքային երկրի, Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի չափազանց